Կան արդյոք զարգացման ցատկեր և ինչպես են դրանք ազդում քնի վրա։ Երբեմն վեճեր են լինում, արդյոք առաջին տարում երեխաների մոտ լինում են աճի ցատկեր։ Չէ, որ այս տեսությունը գիտական հիմնավորում չի ստացել։ Բայց բառացիորեն յուրաքանչյուր մայր կասի, որ հաստատ նկատել է երեխայի կյանքի առաջին տարում այնպիսի շրջաններ, երբ թվում է, թե իր երեխային փոխել են։ Մի կողմից երեխան ակնհայտորեն ավելի խելացի է դարձել կամ հանկարծ նոր ֆիզիկական հմտություններ են ի հայտ եկել, իսկ մյուս կողմից երեխան դարձել է ավելի քմահաճ, նյարդային, առաջացել են քնի և ախորժակի հետ կապված դժվարություններ։ Խորհուրդ եմ տալիս կարդալ Ֆրանց Խլոյի և Հետի Վանդերեյթի «Քմահաճումը» նշանակում է զարգանում է գիրքը։ Եվ դուք հաստատ ավելի լավ կհասկանաք, թե ինչ է կատարվում ձեր երեխայի հետ։ Քնի համատեքստում մեզ համար կարևոր է հասկանալ, որ աճի թռիչքների ժամանակ նաև երեխայի օրվա արթուն մնալու տևողությունն է ավելանում։ Եթե հանկարծ երեխայի քունը խախտվում է, դա նշանակում է միայն մեկ բան՝ ձեր փոքրիկը աճում է։ Կամ մեծանում է օրական արթուն մնալու ժամանակի տևողությունը, իսկ քնի ժամանակը կրճատվում է կամ երկարում են ցերեկային քնի միջև արթուն մնալու ժամանակահատվածները, ինչը հանգեցնում է մեկ ցերեկային քնի բաց թողման։ Գրեթե յուրաքանչյուր նման աճի թռիչքի ժամանակ անհրաժեշտ է վերանայել երեխայի քնի և արթուն մնալու ռեժիմը։